Մայիսի 15-ին Հայ-ռուսական համալսարանում անցկացվեց միջազգային գիտական համաժողով հայերենը միջմշակութային հաղորդակցման համատեքստում խնդիրներ եւ մարտահրավերներ թեմայով։ Վերջին տարիներին պայմանավորված քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների ակտիվացմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել Հայաստանի հայկական մշակույթի եւ հայերենի նկատմամբ։ Պահանջ է առաջացել հայերեն ուսուցանել ոչ միայն սփյուռքահայերին ներքին եւ արտաքին սփյուռքից, այլև օտարազգիներին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հայերենը եւ հայոց լեզուն այսօր իսկապես տարածված աշխարհում մեկ եւ այդ տարածումը ունի այսօր շատ կարևոր նշանակություն մեր ինքնության տեսակետից աշխարհին ներկայանալու եւ ես կարծում եմ, որ Հայ-ռուսական համալսարանի հարթակը բոլորի հնարավորություններով հանդերձ պատրաստ է ամենաբարձր մակարդակի համագործակցության։ Գտնում եմ, որ այս հաստատությունը շատ մեծ դերակատարում ունի հայ եւ ռուս բարեկամ ժողովուրդների մշակութային կապերը պահպանելու, զարգացնելու առումով։ Դա շատ կարևոր է մեր ժողովրդի համար եւ դա պետք է դիտարկի յուրաքանչյուր հայ։ Աշխարհի բոլոր ժողովուրդները ձգտում են իրենց լեզուն օգտագործել նաեւ քաղաքական նպատակներով։ Այժմ այդպես է եղել միշտ։ Լեզուն նաեւ քաղաքականության գործիք է։ Հզորների ձեռքին դա իրենց ազդեցությունը տարածելու միջոց է, թույլերի ձեռքին դա ինքնապաշտպանության միջոց է։ Բայց ամենագեղեցիկը այն է, երբ լեզուն дառնում է մշակութային փոխադարձ իրար փոխադարձաբար հարստացնելու միջոց. Я считаю, что вот эта конференция, которая организована сегодня здесь, она имеет очень широкий спектр влияния. Потому что, знаете, как очень многие организуют по русистике, по армянистике. Здесь круг намного шире. Здесь идет именно вот этот мостик, который необходим нам всем, и в этом университете, и в Армении, и в России, чтобы люди слышали друг друга, слушали друг друга, и понимали, и воспринимали на всех уровнях. Համաժողովը կազմակերպվել էր համալսարանի բանասիրության եւ միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի, հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի եւ Հրաչ Հաճարյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից։ Մասնակցությունը տեղի ունեցավ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։ Համաժողովի շրջանակներում քննարկվեցին հայերենի դերը բազմալեզու միջավայրում, հայոց լեզվի որպես օտար լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդները, տարբեր մասնագիտությունների համատեքստում հայերենի դասավանդման առանձնահատկությունները, ինչպես նաեւ ուսուցման գնահատման եւ ստուգման այլընտրանքային գործիքները։